Դժգոհ ենք, հուրա դժգոհ։ Շատ վատ։ Հիմնականում մարդիկ ինչ էին գնում առաջին անհրաժեշտությամբ։ Սպանախ ու բազուկ։ Տեսեք, դեկտեմբերից մնացած ապրանքներն։ Նման երևի տարի չէր եղել, չէ՞։ Ոչ մի տարի։ Ուրիշ տարիները շատ լավ էր։ Ինչով եք պայմանավորում այս իրավիճակը։ Մարդկանց գնողունակությամբ ինչով։ Փող չունեն մարդիկ։ Մենք որ աշխատողներն ենք, փող չունենք, չաշխատողներն են։ Կար խավ, որ միշտ էլ կարողացել են իրենք գնեն, այն ինչ որ իրանց անհրաժեշտ ա եղել, բայց հիմնականում միջին խավի մարդիկ այդ գնումների առումով սկսել են տնտեսել կամ հնարավորությունները երևի թե չի ներում էլի։ Օրինակ ասենք հիմնականում կարելի ասել ամեն ինչ, շատ անհրաժեշտ մթերքը, կատնամթերք, ասենք, դա գնումներ անում էին, ինչքան որ իրանց պետք է, բայց սահմանափակումներ նկատվում է հիմնականում կոնֆետեղենը, չարազը, դա որ արդեն գնային փոփոխություններ եղավ, արդեն մենք էլ տարբերությունը զգացինք, որ չեն կարողանում էլի մարդիկ։ Անցյալ տարվա հետ համեմատած այս տարի ավելի քիչ էր։ Նախատոնական օրերին ամենասկզբից սկսում են կոնֆետեղենից ու չարազից, որը կարելի է պահել, մի ամիս շուտ կարելի ասել, նոյեմբերից սկսեցին այդ գնումները։ Արդեն վերջում մնում է մնացած տոնական քիչ, ավելի քիչ, քան անցած տարի։ Ու դրանից իրանք շատ նեղվում էին, ճիշտն ասած, որ արդեն գրամներով ենք սկսել առևտուր անել։ Ո՞նց էր այս տարի նախորդ տարվա հետ համեմատած։ Շատ վատ էր։ Ինչով էր պայմանավորվում։ Ամեն ինչով, թե ուտելիքներով, թե թանկությունով, թանկեր ամեն ինչը, մենք էժան ծախում ենք, թանկ չկարողացանք բան առնել։ Նոր տարի չարեցինք մի խոսքով նոր տարի չարեցինք, սեղանը դատարկ մնաց։ Անցյալ տարվա հետ համեմատած։ Անցյալ տարի օտիդո սեղանը լցրած էր, լավ, ընտիր, ամեն ինչով շատ գոհ էինք, այս տարի շատ դժգոհ ենք։ Մեր այդ շուկայով չարչարանքով ոչինչ չառանք, չաշխատեցինք։ Ավարտած մարդիկ եկել ենք կանաչ ենք ծախում, որ մեր գոյությունը պաշտպանենք։ Ավարտել ենք սաղսել, ավարտած ենք, սաղ ավարտած մարդիկ ենք, բայց ինչ արած։ Պայքարա, հացի եւ ապրելու պայքարա, պետքա պայքարենք, ապրենք։ Այդ դոլարային տատանումները ժողովրդին կծկծրեց վերջի օրերին, իսկ ընդհանուր շատ լավ առևտուր եղավ, այդ 3 օրը տանջեցին, շատ տանջեցին մեզ, ժողովուրդը իհարկե, առևտուրը աշխուժացավ, բայց շուտ, եթե չլիներ այդ դոլարային տատանումները, 100%-ով շատ լավ էր լինում, եւ ժողովրդի համար, եւ վաճառողների համար։ Դեպքում անցյալ տարվա հետ համեմատած ավելի պասիվ էր, չէ՞։ Պասիվ էր, դրանում ոչ մի խոսք։ Եթե անցյալ տարի անում էինք 500,000-ի առևտուր, այս տարի արել ենք 200-300,000-ի, այդ։ Իմ կարծիքով շատ էժան էր, գյուղացին էլ հավասար կանգնած էր մեր առուծախի հետ, դրա համար գները խնձոր էր, մանավանդ չկարողացանք վաճառեինք, վերջի օրերին մենակ բանանն էր լավ ծախվում, կանաչին ընդհանրապես չծախվեց, այսպես։ Առևտուրը առաջվա տարիների համեմատ շատ ցածր էր, այդքան հաջող չէր։ Ինչով եք պայմանավորված։ Ինչ կարամ ասեմ։ Ես ինչ կարամ ասեմ։ Մարդիկ ֆինանս չունեն, փող չունեն, հազիվ սնունդի է հասնում, հազիվ ուտելիքի է հասնում։ Դե դժվարակած կյանքի մեջ են, ինչ կարող եմ ասել։ Հույս ունենանք այս տարի երևի ժողովուրդը մի քիչ բարվոք վիճակի մեջ ապրեն էլի։ Մեր ղեկավարները թող մի քիչ մեր նման մարդկանց հերվից մի քիչ լավ նայեն էլի։